Կան դերասաններ, որոնք որ ուղակի խաղում են, ու կա Ռոբերտ Դաունի Մլադշին, մարդ, ում բառից բուն իմաստով հրգեց կինոն։ Նրա երիտասարդության տարիները քաոս էին, սկանդալներ, կախվածություններ, դատեր, ռեաբիլիտացիաներ, Հոլիվուդը արդեն հրաժարվում էր իրանից։ Ոչ ոք չէր ուզում նրան վերցնել նկարահանման։ Վախենում էին նրա հետ ինչ-որ հույսեր կապել։ Ստուդիաները փակում էին դռները, բայց ինքը ուներ մեկ վերջին փորձի հնարավորությունը ու մի դեր, որը փոխեց իր կյանքը։ Երբ նրան առաջարկեցին խաղալ Տոնի Ստարկին, դա ռիսկ էր բոլորի համար, բայց Դաունին ոչ թե խաղաց, այլ դարձավ այդ կերպարը։ Մարդ, ով անկում էր ապրել ու ուժ էր գտել իր մեջ վերականգնվելու, ու այդ պահից սկսվում էր վերածնունդը։ Պրոբլեմատիկ դերասանից նա վերածվում է ինդուստրիայի ազդեցիկ դեմքերից մեկը։ Ու եթե դու ուզում ես տեսնել Դաունիին Marvel-ից դուրս, ահա 3 ֆիլմ, որոնցով նա ապացուցում է, որ նա ավելին է, քան Ժելեզնի չելավեկը։ Սուդյա։ Այստեղ նա ցույց է տալիս դրամատիկ խորություն, առանց փաթոս, միայն անկեղծ ու դժվար էմոցիա ու հոր եւ որդու կոնֆլիկտ։ Շերլոկ Հոլմս։ Նրա ֆիրմայի շարմը, մտքի արագությունը, էներգետիկան։ Դաունին դարձնում է Հոլմսին կենթանի, համարձակ հանճար։ Բացելույնը վլետ։ Այստեղ նա փայլուն է, զավեշտալի ու սրամիտ։ Ֆիլմը բացահայտում է իր իդեալական ռիթմի զգացողությունը ու հումորը։ Ու գիտես, ինչքան շատ ես նայում իր գործերին, այդքան շատ ես հասկանում, որ իր սուպերուժը իրոք կոստյումի մեջ չի, այլ նրա մեջ է, որ ինքը կարողացավ փոխի իր ճակատագիրը։